Սիրելիներս, доброе утро, բարևույս բոլորիդ։ Ինչ է արեց ձեր Անահիտն այսօր։ Մտա ես պահեստասենյակ, որպեսզի տեղավորեմ որոշ բաներ եւ տեսնեմ ինչ է ինձ պակասում, որպեսզի պատվեր տամ այս տուալետի բաները եւ զգացի, որ իմ պահեստասենյակը ես վաղուց չեմ դասավորել։ Եվ հիմա գիտեք ինչ եմ անում։ Ամենակարևոր, սա գործ չի։ Պաշտետ էինք ման գալիս, կար պաշտետ։ Ես նայում եմ ժամկետները, 28 թիվ։ Սա որ թիվն է, 26, Robin какой год, 23, սրանից լավ, բան չկա, սարսիֆին։ Երեխեք, սարսիֆին արտակարգ բանջարեղեն է, նրանք ովքեր չեն ճանաչում, մոտիկացնեմ սա։ Ինքը արմատա, սարսիֆին, չգիտեմ հայերեն կարդամ կտեսնեմ, հրաշքա, ուղակի, ձեթը լցնում եք, ետեք ցականակ մի քիչ սխտորով կարող եք անել սոխարածով, բայց ես ձեթ եմ անում եւ իրան տապակում եմ, լավ կարմրացնում եմ, իմ օղորմածի կեսուրս է շատ սիրում սա, երբ որ ես պահում էի իրեն, հաճախակի չէ, բայց մեկ-մեկ որ սարքում եմ, ինձ լավ էր ուտում իրա փոքրիկ հատիկներով, ինձ կարոտում եմ իրան, չեք պատկերացնում, բայց կեսրարս ուղակի մեծատառով մարդ, և գիտեք ամենակարևորը, որ նա այս կյանքում, որ գեղեցիկ հիշողություններ են մարդիկ թողնում իրանց հետևից դու տխրում ես, դու հիշում ես, ոչ թե ասում ես, վայ ինչ լավ է, գնացին պրծանք, դրա համար սիրելիներս եղեք բարի, այս կյանքում դա է միայն հիշենք, որպեսզի ժողովուրդ ջան, մեր բարեկամները, ովքեր լքել են այս աշխարհը, ջուր խմեն, այդ պատմությունները լսել եք, չէ՞։ Չեք լսել, հիմա դերս կասեն, չեք լսել, Անահիտ ջան, պատմի։ Ուրեմն վերևում հերթա, մահացած մարդ գալիս, տեսնում է հերթա կանգնած։ Ասում ես ինչ եք հերթ կանգնել, ասում է ջուր եք խմում։ Այս մարդն ասում է, բա ինչի ես ջուր չեմ խմում, ասում է, ես вообще ջուր չեմ խմել։ Այն կողքից մի հատ կին շուր է գալիս, ասում է, եղբայր, ասում է, գիտեք ինչի չեք խմում, որովհետև ձեզ չեն հիշում ներքևում։ Ասում է, բա ասում է, պիտի մեզ հիշեն ներքևում անդադ, որ մենք ջուր խմենք։ Նենց որ սիրելիներս, եկեք ձեր հանգուցյալներին հիշեք, որ իրենք ծարավ չմահանան էլի, որպեսզի իրենք ջուր խմեն, օգտվեն այդ ջրից։ Այսինքն դա ինչ ասեմ, որպես առակի նման եմ պատմում, բայց դրա մեջ կա շատ խորը փիլիսոփայություն եւ ճշմարտություն սիրելիներս, այնպես որ давайте жить дружно, дорогие мои девчата. Եվ եղեք բարի։ Դա յամնի չարացեք մեկի նկատմամբ եւ ամեն մի հասարակ բանի համար ապրեք, ուղղակի ապրեք, եկեք ապրենք. Давайте, как говорят, давайте жить дружно. Երեխեք չխչխկոց եմ անում այստեղ. Я прошу нервно задержите. Прошу ներվայիներին. Կներեք, ես տնային շորով եմ, պիժամա շորա կոչում, ինքը պիժամա չես հագնում գիշերա, ուղղակի ֆրանսիացիներն ասում են սոխտի դլի, նրանք ովքեր նոր են մտնում իմ արիք, շնորհակալություն եւ բարի գալուստ Անահիտ վլոգ, իսկ նրանք ովքեր իմ հիմնական հետևորդուներն են, շատ շնորհակալ եմ ձեզանից, անչափ շնորհակալ եմ, որ դուք մնում եք հավատարիմ Անահիտի հետ եւ իմ 3500, 3600, 4000-ը նայում են եւ շարունակում են հետեւել Անահիտին եւ շնորհակալ եմ նաեւ իմ Դավիթի եւ Կարլայի ալիքը, որ դուք մտնում եք, իսկ նրանք ովքեր չեն գրանցվել, մտեք գրանցվեք, իրենց ինչ որտեղ դեռ իրենք սկստակ են, դեռ չի սկսել իրենց կյանքը, բայց բավականին հետաքրքիր բլոգներ ձեզ կսպասի, երբ որ իրենք ժամանակ են ունենում փոքրիկ բլոգ, դա նաև երիտասարդներին էլ հետաքրքրում, հետո ձեր համար հետաքրքիր է տեսնեք ինչպես են բնակվում այստեղ երիտասարդ զույգերը։
Դե ինչ սիրելիներս, եթե նրանք ովքեր չունեն, ես այդ տակը գրում եմ, կդնեմ անպայման իրենց բանի լինքը, ալիքի, իսկ նրանք ովքեր չեն գտնում, հարցեք, իմ համար դժվար չի, ես ձեզ կուղարկեմ։ Ժողովուրդ ջան, մոռացած ես ցույց տամ, գիտեմ, որ շատերին կհետաքրքրի։ Ուրեմն ես Ամազոնից, ուй, գնել եմ, այս ապարատը միացնում եք բանի չտեպսերից, սա մկան համար է, իրանք ընել ձայն են լսում, որ մուկը չի մոտենում քո պահեստասենյակ, նրանք ովքեր չունեն, կարող եք գնել 100% կարող եմ ասել, որ ճտում է, այս մենք չենք շատ լսում, բայց շատ մարդիկ կան, որ լսում են, շատ զգայուն են, բայց մկները ուղղակի առաջ չեն գալիս, սա սիրելիներս կոչվում է, ուրեմն ֆիրման Պեղելն է, Պեղել, գրում եք հատուկ, ասենք սարք մկան համար, միացնում եք շտեպցելից, ինքը ահավոր սենց իրանք ահավոր լսում են այդ ձայնը և առաջ չեն գալիս։ Հայտնաբերություն Անահիտից, իսկ հիմա Անահիտը դնի սեղանը, աթորը և նստի, վերջապես ավարտեցի ամբողջ էտաժերները, հիմա մնում եմ այդ մաքրություն անեմ, լվանամ գետինը ու դուրս կամ։ Ահա և պահեստասենյակը ավարտվեց, մաքրեցի, մաքրելը մաքուր է, ժողովուրդ ջան, դասավորեցի, ամեն ինչը իր տեղը, սոխերը, կարտոֆիլը, սխտորը, ջուրը, կաթը, այստեղ հիմնականում այն նյութերն են, որոնք որ գնում է մաքրման, ասենք աման լվանալու մեքենայի, սա իմ ամբողջ այդ ֆոլգատ, վերջ այդ խոհարական, այստեղ գնում է տակը խմորեղեններինը, շոկոլադներ, հացի այս տեսակները, որոնք որ դրվում է այստեղ, և այս մի պահարանը, որը ամբողջությամբ օգտագործվում է, այս մի էտաժերը, ամեն ինչը իր տեղն եմ դրել, սոխարիներն իր տեղը, ամեն ինչը որպեսզի հասանելի լինի, այս կողքը ապերետիվ, չիպս եւ այլն, ալուր, շաքարավազ, մակարոն եւ այլն եւ այլն։ Ահա, ուղղակի ուզում էի ցույց տալ, որ կինը պիտի ամեն վայրկյան մտնի, եթե չմտնի։ Մենք ինքներս ենք թափում, նշի որ տղամարդն է թափում այստեղ, ուղղակի մեկ-մեկ պետք է անցնես, որ տեսնես ինչ է պակասում, եւ ես զգացի հենց հիմա նայելուց, որ ինձ այստեղ արդեն իմ ամբողջ այդ աման լվանալու եւ այլն նյութերը սկսում է պակասել, դա մի օր առանձին հատուկ գնումներ կանեմ այդ դրա համար, որովհետեւ այդ նյութերը գնելու համար բավականին ժամանակ է պետք։ Դե ինչ սիրելիներս, շարունակեմ։ Ժողովուրդ ջան, որոշեցի հագնվել այսօր այսպես, այսինքն ջինսից տաբաթը հագա, այն մի պիջակը չեմ հագել, ճիշտ ասած որոշեցի այդ պալասատվին հագնեմ, եկեսից չէ, այսօր գազարագույն կհագնեմ, բոլորը տատիկներ են, տարիքով և իրենց պետք է ցույց տալ, որ կապ չունի գույնը, և հագել եմ վերնաշապիկ, մայկա չեմ հագել, ոնց որ ստյուարդեսկա չլինեմ, երեխեք, այս ջինսն եմ հագել, դե գնացինք։ Ժողովուրդ ջան դուրս եկավ, ասեցի մի քիչ հետ խոսամ, թե չկարողա ղեկի վրա քնեմ։ Նույն սուրտ էր մեքենայի մեջ, ասեցի մինչև այդ բանը փեջը վարվի, այդ շոփաժը, բանը, այս շարֆը գցեցի վրես, վերցրել էի, որ ուղղակի այդպես փաթաթ է, երեք շատ հավանեցի, ինքսից նայում եմ, ասում մենակ մի հատ երեխեք նորկայի գլխարկ է պակասում գլխիս։ Ударнам են русская женщина такая, это женщина такая полненькая, են թափով կանայքային է, ժամանակ սովետական միության ժամանակ պես նորկայի գլխարկներով են շարֆերն ուսել, բայց որ վերցնում ես, սիմվոլիկ հայկական բան է, աշխատանք է, վրան նուր, խաղող եւ այլն, երեք այս աղջիկները ուղղակի ցնցված էին մնացել այս գույնի վրա, ես էլ եմ շատ սիրում այս գույնը, շատ հարուստ է, սևն էլ, այս գույնն էլ, բայց սևը դեռ չեմ, կապել եմ մի երկու անգամ, ճիշտ ասած այսօր որոշեցի սևը կապեմ, եկի ասեցի չէ, շորերիս հետ սպիտակ բոթասներ էի հագել, ասեցի սա կսազի, մի քիչ վառարանն անջատել, որտեղ հավես չունեմ բացեմ, հավես էստես տակ է, ի վերնիսաժից եմ գնել երեխեք, ամռանը մեր հայկական աշխատանքն է, եթե գնում եք Երևան, գնեք այսպիսի նվերներ, իրոք շատ հարգի են, վրեն գրած է Քաշմիր, բայց դե որ ասեմ Քաշմիրը սուտ կլինի, չեմ կարծում Քաշմիր կլինի, ինքը ավելի շատ կտորը պոլեր ոնց որ լինի, էլի, բայց դե չպիտի լվանակ բանով մեքենայի մեջ ինձ թվում է,
Չի կարող է դառնա այս կան։ Մի անգամ մամայի շարֆն էի լվացրել, լրիվ փոքրացել էր։ Դա միայն ձերանայիթը դες բաներ կանի։ Այդպիսի բաներ սիրենիներս նենց է կանանչել կողքերը երեխեք, բայց դեռ այդքան չի կանանչել, բայց կանանչել է։ Ուրեմն երեկվա վլոգի մեջ ես ձեզ մի հատ նկար դրեցի, այդ նկարը ես նկարվել եմ մեր շատ հրաշալի ամրոցային քաղաքում, որը որ ես ձեզ նկարել էի այդտեղ, եւ այդ քաղաքի ամրոցը ձեզ ասել է, որ այդ ամրոցում կա սպիտակ կինը, տենց են ասում էլի, ֆանտոմը իր հոգին։ Ես ապրիլ ամսին գնացի, որովհետև այդ ժամանակ մարդ չի լինում եւ մեքենան կանգնացրեցի հենց ամրոցի կողքը ու կորա այդ բանի մեջ ամենաուժեղը որ մտա ամրոց Bonjour, բա կարող եմ նկարել, իհարկե կարող եք նկարել, ասեցի կակրած ես մենակ էի, տվեց այդ գիդը, որ ես պիտի բարձրանաս, հետո թեքվես, աջ, սաղ եւ այլ, դե ամրոց է լաբիրինտոսի նման, որտեղ երեխեք գնացի գրված էր բանը փխիվը, այսինքն մուտքը արգելված է, որտեղ այդտեղ ինչ որ ամրոց գնել են, իրանք այդտեղ ապրում են, վերևի հարկը։ Հա գնացի, հա դեմ արա այդ պատին էլի, տենց այսպես ասած, հետո ասեցի այմար սպասի մի վարկյան, դու հետ դարա նորից, եկա այդ տղային ասեցի, դու ինձ ասվես բարձացի աղ լրիվ պակա, բա իչեք ասում ա բերդ, այդտեղ ինչ որ ներքև է, իրանք ամեն մի ամրոցում բերդ հա չէ եղը, բերդի տակով կանցնեք, այդտեղի, ասեցի բերդ գնացողնով կա, ասեցի դուրս մտնեմ բերդ, մեկ էլ տեսնեմ այդ ֆանտոմները հոգիների դեմս են դուրս գալի, նո, ասեցի, ինչքան կարեմ դրանով յոլա կգնամ Այդ տղան ծիծաղում ասում, բայց չէ, ասեցի, նո, եթե հետս կգաս, արի, ասեցի, բայց ես վախենում եմ այդ լաբիրինտոսներում գնայի ու կորեի, ջոգում եք մանավանդ չեմպիոնկվնի բանը, Օլիմպիադի կորելու։ Դրա համար հիմա այս անգամ որ գնամ ամրոց, նենց կգնա, որ լիքը ժողովուրդ լինի, հետևներից կգնամ, էլի, տես կնկարեմ, բայց երեխեք դա հրաշքա։ Ուրեմն այդ քաղաքում կա մի ռեստորան շատ ճանաչված աստղ ունի, մի աստղ ունի, Միշելենի աստղ ունի եւ կհավատաք բոլորը խոսում էին, բայց ես մտածում եմ ինձ գներա, որ բնականաբար ամեն մեկի գրպանի համար չի։ Տեսեք ես ես չեմ թաքցնում, ասեմ որ ոչ մեկ թող գլուխը չգովա, մեկ կանե որ գալիս են Երևան, ես այնտեղ խփում եմ, ես եմ անում, չհավատակ երեխեք։ Չհավատակ։ Անողը, ունեցողը չի խոսում։ Ուրեմն այդ աղջիկը երեք այդ իմ ընկերու քրոջ աղջիկը ռեստորանցիայի ումա սովորել, վերջ ինչ որ այա, այդտեղ էլ աշխատել, ամենտեղ աշխատել ասա, եկել է ստաժների ու իր պապիկը այդ ռեստորանը շատ ասի, ինձ թվում է դե պապիկն է բժիշկ է եղել, խնդրելա որ իրան վերցնեն ստաժի, ասեցի մի հատ ինձ կարող ես ասել մենյուներ, ասեց ամենաբարձր մենյուն, որ սենց ուտում է բերում են բերում չէ մի հատ երկու հատ էլի ու գիտեք ոնց է բերում, քիչ է բերում Ֆրանսիայում, ասենք առաջին երկրորդ երրորդ 100 եվրո արժ, բայց ասեց բանը նորմալը 60 եվրոյա եթե չեմ սխալվում, բայց ասեց ընենց ես ուտում, չես կարողանում դաժե դուրս գաս։ Գիտեք ինչ եմ հարցնում ես, որովհետև այս ֆրանսիական ռեստորանները, որ դու գնում ես այդպես տիպի գաստրոնոմիկ ռեստորանները, Պուտյուն բաներ են բերում, բայց իմ ամուսին տես բաներ չի սիրում, ասում է ես ինքը սիրում է իսկական են ֆրանսիական ռեստորաններ, օբերժներ, որ գնում ես ուտում ես, բան այդ աղջիկն ասեց չի ասեց, իրոք ընենց են սարքում, վերջը, ասեցի լավ իդեա, կարելի է մի օր ամուսնուս երևի ծնունդին, Սերժի ծնունդին, հրավիրեմ իրեն այդ ռեստորան, ռեզերվանեմ, հրավիրեմ, բայց ասում են, որ մարտի 15-ից բացվում է, որտեղ դա սեզոնային է, տեսնեմ հələ Սերժի հետ խոսամ, եթե կցանկանա իմ ծնունդին կհրավիրե, ինքը ինձ կհրավիրե էլի։ Այսինքն երեխեք ծառը ջարդել է, քամին ջարդել էր։ Այսինքն բանը ստից բաներ չխոսանք, մեր բյուջեն միասին է, մենք չունենք իմ ու քո, մեր ամեն ինչը միասին է։ Շատերը կան որ տենց չի, բայց մերը տենց է։ Տեսնեմ, եթե Սերժը համաձայնվեց, կարելի է ամսի 29-ին, որտեղ 28-ին, 27-ին ես իմ ընկերուհիների հետ եմ գնալու, կեսօրին հաց ուտելու, 28-ին ուրբաթ օրը մամայի հետ են գնալու ռեստորան, անդադ ռեստորան եմ գնալու եղեք, շաբաթ օրը Սերժի հետ կգնանք, բայց չգիտեմ, ընկերներից տեսնենք ով կհամաձայնվի գա, այդ ռեստորանը, բայց ենքան հեռու է, կարող է Սերժը չհամաձայնի ու չգիտեմ, բայց եք ուզեի ցերեկը գնայի, ոչ թե երեկոյա, ցերեկը ավելի հեշտ է, ավելի էլ հարմար է, բայց պիտի ռեզերվ արվի մի շաբաթ առաջ, բայց իմ ծնունդին մնաց 5 օր, 4 օր
Այդպիսի բաներ սիրելիներս, չասեմ, որ լավ լինի, արդեն հասնում եմ, բայց չեմ հասնում, երեխեք մոռացել է, որ ես քաղաքում չեմ, հələ դեռ պիտի 20 կիլոմետր էլ գնամ։ Դե լավ, մի հատ զանգեմ, մի երկու տեղ ունեմ, զանգեմ, հետո էլի կմիանամ։ Հրաշալի բնությունը։ Սենց որ նայում եմ դաշտերը, սենց շուտ տան, որ նայեք դաշտավայրերը։ Ամենաճիշտը այ սենց է։ Նոր զգում եք թե գեղեցկությունը որտեղ անձրևը սկսեց, այ քեզ վա։ Այ սենց ավելի հարմար է։ Գիտեմ, որ շատերդ սիրում եք, գիտեմ, որ şaterդ գնահատում եք սա, այո։ Moi-même, j'avais le temps, j'avais les trucs pour en faire un autre. Ժողովուրդ ջան, նայեք, տեսեք որտեղ եմ գտնում։ Մոնիկ, dis bonjour à tout le monde. Jeanne, dis bonjour à tout le monde. Jeanne, elle l'a pas entendu. Hein? Bonjour. Բաբեն, Մոնիկի քույրն է, Սևերինը Մոնիկի աղջիկն է, Ժաննը Մոնիկի կուզինն է։ Նենց որ ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ինչ է պատրաստել մեր իմ սիրելի Մոնիկը, դաժե այդ հիվանդ վիճակով իմ սիրած խմորեղենն է սարքել, սալորի չրով տախտ, սա Ժաննն է սարքել տանձ եւ բադամ, նուշ։ Je dis que c'est toi, Jeanne, que tu as fait, et ça c'est Monique qui l'a fait. Իսկ աղջիկներն ինձ օգնում են, այսպես դնում ենք այս չխորների մեջ ու ուղարկում ենք մեքենայի մեջ։ Տեսնում եք, ինչքան լավ աղջիկներ են, magnifique. Vous êtes gentils les filles. Ժողովուրդ ջան, գնամ ես էլ օգնեմ աղջիկներին։ Տեսնում եք մեզ, bien sûr, տեսնում coucou. Je vais mettre la veste parce que franchement, je vais mettre la veste de Monique. Le mien est dans la voiture, Monique. Ça c'est ok, maman. Remplis le gosier là. C'est trop bon. Ouais. Bon, ici des fruits, il y a même pas. Séverine, elle peut manger? Oui, oui. Oui, t'as une poids où tu te sens bien ou pas? Tu te sens bien, ouais. Tu vois là, regarde, même Anne, elle est très bien. Mais elle ne sent pas bien, parce qu'elle a dit que je pris autant qu'il chacun a un poids. Ouais. On a un poids d'équilibre, hein? Oui, mais je l'ai pas vu qu'elle a grossi. Non, du tout. Tu crois que tu vas arrêter de fumer, tu vas grossir? Ah oui. Moi j'avais pris 13, hein. C'est vrai? Et toi, tu ne vas pas grossir? Aussi, je pense que j'en prendrai aussi. Le fait de fumer, tu manges. Laetitia, elle fume, non? Non. Letty, non, elle a arrêté aussi. Et Hello? Hello aussi. Elle fume? Non, elle a arrêté aussi. Oui, ça fait un moment. Toi, tu as fumé longtemps, Babé? J'ai commencé quand j'ai eu Jonathan, à 25 ans, jusqu'à il y a 6 ans. C'est vrai? Et toi, Monique, tu as fumé? Jamais. Et toi, Jeanne? Jamais. Bravo. Mais moi, j'étais dans le café, moi. Ah ouais. Ah ouais. Deux? J'ai avalé la fumée, moi. Ah oui, ça. Ah oui. Tu sais, Jeanne, on avalait tous ça quand on allait à la discothèque. Ah oui. Tu te rappelles qu'on rentrait de changer complètement, entièrement? Par contre, tu vois, je ne vais pas fumer, même dehors, en terrasse, tu vois. Oui. Si tu as des gens qui mangent à côté. Mais je crois qu'ils vont l'interdire là, de fumer sur les terrasses. Ouais, mais là ils exagèrent. En Arménie, c'est interdit. 50 000 dirhams, c'est-à-dire $100 pour pénalité sur la terrasse. Celui qui est à côté de toi, c'est débile, excuse-moi, oui. Après, il faut pas. Tu as un peu de bon sens, tu vois. Moi, on n'a pas besoin de m'interdire. Si vous venez ramasser les pierres, je vous fais une cigarette. Et on y allait. Et il nous la faisait. Mais c'est pas pour autant que je me suis mise à fumer. C'est ce qu'il faudrait, même moi, je me dis, il faudrait peut-être pas. Mais il ne faut pas arrêter brutalement. Mais il faudrait fumer que celles qui te font plaisir. Sauf oui, on ne peut pas. Moi, c'est beaucoup l'habitude, et puis je sais pas. Tu fumes combien pas un paquet, mais pas loin. C'est vrai? Par jour. Mais quand tu bosses, tu peux pas. Non, mais je sors quand même. David aussi, fume aussi. Après, toi là, c'est ce que je me disais, je vais aller fumer.
c'est pas une, ça suffit quoi. Oui, C'est vraiment automatique. C'est pas... Oui, je sais, c'est comme un besoin. Moi, quand je fumais gestuel. au boulot, je savais l'heure qu'il était. Ouais, voilà, exactement. Grâce au chlordage. J'avais pas besoin de mon. C'est pas parce que ça te m'appelait. C'est une habitude. Ouais. Letty, elle a grossi, Letty. T'as vu les fesses qu'elle a? Je la regardais Non, l'autre c'est jour. ça, elle a dit depuis qu'il y avait la boulangerie qu'il y avait. Elle a de bonnes Depuis que fesses. M. Taurine est arrivé. Après, elle avait vachement maigri, c'était aussi. Mais Ouais, à ce moment-là, elle avait vachement maigri. Ouais. C'était, voilà. Mais non, mais elles vont bien, enfin, elle va bien, Letty, hein. Oh, je préfère maintenant qu'avant. À un moment-là, elle Oui. avait maigri vraiment, c'était trop. Même le visage, hein. Pour tout. Oui, c'est actuel, je crois. Et 3 semaines à Alger. Allongée. Enfin, ça bougeait. Enfin, Qui ça bougeait. Qui David. Ton fils? Non, le mari de Letty. Qu'est-ce qu'il Il s'est avait? refait opérer du au genou. Ah bon? Ouais. 3 semaines à allonger? 3 pour le semaines genou? avec le genou. C'est quoi, Ça, prothèse c'est non, ils y enlèvent des adhérences. Il s'est fait opérer, c'était quand même le dernier. Il s'est fait opérer de Ils l'ont mis- ligaments. Ligaments. Ah, ils l'ont mis des. À l'automne. fer? Et je sais pas. À mon avis, ils l'ont mis un Fer. truc, ils l'ont enlevé peut-être maintenant. Non, Mais pas non. fer. Non, ils y a. Ben, j'en sais rien. Je sais pas Et s'il il a parle pas chopé. des clous. Ah, Il parle pas des clous? Non. ils l'ont enlevé. Non. Il a opéré. Mm. À la suite de ça, il a chopé. Ouais. Staphylocoque. Non. Non. Euh, Un virus? Un algo. Ah, l'algodystrophie. Algodystrophie. C'est une maladie un peu psychologique, un peu qui dit que tu as mal. Enfin, Et c'est très très long. Ça se guérit. Mais c'est long. ça. C'est très long. Et Oh là, oui, il est ça, je passé. savais pas que Et ça là, il est restait. passé par la phase très très longue. ouais. Oui, mais Ah, là, il il a pense plus rien. qu'il a Et mal, là, mais il a pas plus- mal. Voilà. En fait, Maintenant, c'est fini. oui, voilà. En fait, c'est. Oui, il pense qu'il a. Enfin, il a. Je sais pas. En fait, le cerveau dit qu'il a mal. Et puis il a pas mal aussi. C'est il a mal. Alors, ben si, parce que c'est vraiment. Si, si, il a mal, Mais l'algodystrophie, ça fait mal. mais c'est. Regarde Emma, comment elle en a souffert. Hein. Ah oui, C'est qui, l'algodystrophie, ça fait mal. La fille d'Élodie Lacrande. Qu'est-ce qu'elle a fait? Elle a fait une algodystrophie à la cheville. Elle était au BEPS. Elle était, je sais plus, en 4e. je crois. Longtemps, c'était. Oh, ça lui a duré longtemps. C'est-à-dire tout le temps, elle pensait qu'elle a mal. Ben, en fait, son cerveau disait qu'elle avait mal, mais elle avait la cheville enflée du coup. Et elle avait mal. Ça l'avait prise. C'est ouais. C'est lui qui C'est fabrique. psychologique, c'est en même dingue. temps. Qu'est-ce que tu peux Et faire ceux avec qui chopent l'éducation? ça, il n'y a rien à faire. Non, ben, elle a été hospitalisée Emma, sous antibio pendant une semaine. Tu vois, ça l'a pris en mai-juillet et ils y ont fait le truc à Toulouse qu'en décembre. Ouais. Tu vois, elle a traîné 6 mois qu'elle avait mal. C'est la Même en première voiture, fois les que secousses, elle les ressentait. Ժողովուրդ, գիտեք ինչի մասին ենք խոսում, ուրեմն մի հատ հիվանդություն են հայտնաբերել, comment ça s'appelle? Quoi? Comment ça s'appelle? L'algodystrophie. Ալգոդիստրոֆի։ Ուրեմն սա ինչ է, ասենք խոսքի դուք վնասվել եք, ձեր թունքը կամ ինչ որ գալինաստոպը ոլորվել է, քո ուղեղը ինքը թելադրում է, որ դու ցավում ես քո մոտ, բայց քո ոտքը կարող է չցավա ու դրանից ցավում է։ C'est psychologique. Alors, c'est médical. C'est quand même médical Parce que qu'il y c'est a un nom. reconnu. Oui. C'est reconnu. Reconnu. Voilà, Il y c'est a un nom. reconnu. Ah, il faut que j'aille étudier sur Ouais, Internet. les gens ils souffrent quand même. Voilà. Mais c'est très long. Ouais, c'est très long. Tu vois, qu'est-ce qu'on David peut a dit faire ça. avec la méditation, Ah avec oui. le cerveau, qu'est-ce Oui, qu'il peut oui. faire? Ah, ben, le Tu cerveau. peux dire que je suis bien et guérir. Ah, mais Regarde, le la cerveau, preuve. le cerveau. Նայեք Մոնիկը, Le cerveau, ինքը ça. ինքան ուժեղված է, որ ուղեղը իրան բուժեց։ Ահա եւ մեր օրը ավարտին է մոտենում։ Բոլորը գնացին, մենք մնացինք 5 հոգով եւ սկսեցինք մի քիչ զրուցել, հետաքրքիր պատմություններ, սա արեցինք Մոնիկի համար, որովհետեւ ինքը տանից այդքան դուրս չի գալիս, իր աղջիկը, իր քույրը խնդրեցին ասեցին անա այդ մնա, համել իր համար է լավ կլինի, որովհետեւ ինքը իրան պետք է որ կողքից խոսես, պատմություններ պատմես, որպեսզի իր մոտ սկսի արդեն հետ գալ իր հիշողությունը, որովհետեւ ինքը ժամանակավոր հիշողությունը կորցրել էր։ Հիմա ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո։
Ահա թե ինչպես է անցնում իմ պրեզենտացիաները։ Պրեզենտացիաներից հետո այդ տվյալ տանտերը Ժանը ինքը խմորեղներ պատրաստել, սուրճ ենք խմում, զրույց ենք անում, ահագին բաներ ես տեսնում, սովորում, քեզանից են սովորում, սա կոչվում է կյանքի օրենք։ Ահա եւ մեր հրաշալի եղանակը ժողովուրդ մառախուղ, անձրև, աշտանային եղանակա, բայց գարնան էլի։ Եթե մի քիչ սուրճ լիներ, սա ձյուն էր լինելու 5 աստիճան էր մոտ։ Ես արդեն դուրս եմ եկել, արդեն ինձ մնում է 10 կիլոմետր, որ հաստատ չէ 10 շետներ եմ սուտ եմ ասում, 13 կիլոմետր։ Դեռ նայեք մառախուղը չի երևում սենց էկրանից ենքող, բայց նենց հավեսին մառախուղ է։ Նստեցիք, զրույց տվեցիք, շատ լավ մարդիկ են, շատ եմ սիրում իրենց, ապրիլի 13-ին հրավիրել եմ իմ տուն բոլորին, քանի որ նոր հավաքածուներ, ասեցի ավելի լավ է իմ տունը հավաքվեն, համել իմ տունը չէին եղել շատերը, Մոնիկ Տուժանն եղել են, իր աղջիկը, Աննը, Բաբեն, իրանք չէին եղել, Էլիզաբետ աղունը, Բաբեին ասում, Բաբեին, ասեցի եթե նրանք ովքեր կցանկանան գան, պաժալուստը, բարի գալուստ, մեր տուն, 13-ին, ապրիլի 13-ին, ասեցի կգաք մեր տուն, հետա խմորեղներ կպատրաստեմ, սիրուն, գեղեցիկ, բանը, Մոնիկն էլ այդ տախտը, որ սալոնի տախտը դրեցին հետը սուղարկեցին, Դեարի Անայի և Միչաղացի, Դեարի Անահիտ և Միչաղացի, ասվա չեմ ուզում դիր գրպանս, հիմա հիմնա, այսօր երեկոյան ընտրիկ որպես մի կտոր կուտեմ կեֆիրի հետ, կեֆիր էի գնել, ճիշտ ասած որ գնում եմ մեր այդ ռուսական այդ սլավոնական խանութը, հայկական, կեֆիր եմ գնում, բայց մի բան ձեզ ասեմ, այս Nestle կեֆիրը, ֆիրմա Nestle, 500 գրամ է, մի քիչ թանկ է գալիս էլ, իսկ չնայած չէ նույնն է գալիս, եթե չեմ սխալվում, այդ սլավոնական խանութում 2 քանիս է, տեղել մի հատը 1 քանի էլի նույնն է գալիս, շատ համեղ է, իրոք շատ համեղ է, ասեմ ձեզ, իմացեք, ցույց կտամ, եթե պետք է, այդպիսի բաներ սիրելիներս, հետա նենց հավեսին մառախուղ, տեսնում եք հետևից երևի, ցես որ ցույց ես տալիս էկրանի վրա, ինքը մառախուղը ցույց չի տալիս, հիմա գնամ տուն, փոխվեմ, մի հատ լոգան կընդունեմ և արդեն ընտրենք ամուսնուս հետ մեր ընտրիկը, պարտադիր, մի հատ լավ կինո դնեմ այսօր նայեմ, երեխեք լմի, մի հատ խնդրում եմ այս սառը նայեք, ոնց է քոքահան արել քամին, տեսնում եք, այս քամիներ էին մեր մոտ, բա, եթե ծառն է քոքահան արել, Անահիտին ընենց շպրտեց փոսի մեջ քամին, լավա 40 կիլոգրամ չէ, 50 կիլոգրամ, Դեջը ես արդեն հիմա հասել էի Երևան օթային միջոցներով լավացի ծաղնել կա ուրախություն, դեջը ինչ պյանենք շատ շնորհակալ եմ իմ լավ հետևորդուհիներից, ովքեր որ և YouTube-ով են ինձ մեսաժ ուղարկում, և Instagram-ով են մեսաժ ուղարկում, որ Անայի ջան, մենք ես շատ սիրեցինք, դու լավ ես և շատ շնորհակալ եմ, խորապես շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շատ մերսի, զգացված եմ, ես ձեզ եմ շատ սիրում, ես ձեզ այնքան եմ սիրում, որ ես ձեզ առանց վլոգ չեմ ուզում թողնել, քանի որ ես սկսել եմ սա և գիտեմ, որ բոլորիդ հանգստացնում է այս բնությունը, իմ չխկոտ հանգստացնում թոբատ է, սիրում եք Անահիտին ոնց կա, և ես ձեզ եմ սիրում, ես սիրում եմ ձեր պարզ գրածները, ամեն մեկիդ գրածի մեջ ես տեսնում եմ ձեզ և ես ուրախ եմ դրա համար, այսօր ով էր գրել, Անայի ջան, Սիրանուշը կարծեմ Instagram-ով, ասեցիր, որ գաս Երևան, ով կուզի տեսնի, անպայման խումբանեք, անպայման սիրելիներս, անպայման, իմացած եղեք, որ գալու եմ Երևան, բայց երբ չգիտեմ, մի գեղեցիկ օր, անպայման, որ Աստված առաջ, որ հաջողվի գամ Հայաստան, անպայման իմ հետևորդուհիներին կկազմակերպենք և կհանդիպենք միտեղ, որովհետև
տենց ավելի հարմար կլինի, ես դա իմ մի օրը կտրամադրեմ ձեզ։ Ես դրա համար շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ ես բացեցի այս ալիքը։ Ես դժվար է, այո, շատ զբաղված եմ, շատ տեսնում եք անդադար Անահիտը մեքենայի մեջից խոհանոցի մեջից մաքրություն եւ այս օրը առօրյան ինքը բավականին բուրն է եւ դրա համար ես իմ համար դժվար է, այո, դժվար է կենտրոնանալ, գիտեք ինչ էլ եմ ձեզ ասում, դժվարը բլոգ հանելը չի, դժվարը մոնտաժը, լսելը, պատասխանելը եւ այլն։ Այսօր հագնվեցի, որ դուրս գամ, տեսնեմ ինչ, այդ Միջանցքի ամբողջ այդ պարկետի կողքով փոշին էր, 2 օր փոշին չեմ մաքրել, դե բնականաբար վառարանը, որ վառում եք, փոշի կամուխտունը, վաղը միացեց օֆիցիալնի անցնելու եմ պոլերը լվանալով, մաքրելով եւ այլն, վաղը այդ օրն է լինելու, ես անպայման պետք է անեմ ու ճաշից հետո պետք է գնամ բանկ, որովհետեւ այն օրը գնացի բանկ, երեխեք ջան, բանկի թղթերն առած հետ եկա։ Ով կարող է դա անի միայն։ Մաշանայի դժկա։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ այս վլոգը եւ ամենակարևորը գիտեք ձեզ ինչ եմ ցանկանում լինել պոզիտիվ։ Գիտենք, որ բոլորս էլ երբեմն տխրում ենք, երբեմն ընկճվում ենք, բայց եկեք լինենք ուժեղ։ Համբուրում եմ ձեզ բոլորիդ եւ հանձինս ուզում եմ իմ համբույրներն ուղարկել մեր լավ հետևորդուհի Ֆլորային, ով ինձ մի շատ հուզիչ նամակ էր գրել, կոմենտ էր գրել եւ ես հարգում եւ խոնարհվում եմ այդ տիպի ուժեղ մարդկանց, ինչպես դու ես Ֆլորա ջան։ Քեզ առողջություն, քեզ ցանկանում եմ ինչ ասեմ, համբերություն եւ ամենակարևորը շրջապատված լինես սիրած մարդկանցով եւ եղիր ուժեղ եւ բոլորս քեզանից վերցնենք օրինակ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ բոլորի կողմից Ֆլորա ջան նմանապես համբուրում եմ ձեզ, որովհետեւ գիտեմ շատերը կարդում են քո կոմենտները եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։